Բարի երեկո 5-րդի եթերում հարցազրույցն այսօր զրուցելու եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, շնորհակալություն մեզ հրավիրելու համար։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այսպես կոչված ադրբեջանցիների չակերտավոր արևմտյան Ադրբեջան վերադարձին եւ Ալիևին առաջարկ է հղել, ասելով, որ մենք անընդունելի ենք համարում արցախցիների Արցախ վերադարձը, բայց դրա փոխարեն այդ 300,000 ադրբեջանցիները չպետք է գան Հայաստան։ Ալիևը կընդունի Փաշինյանի առաջարկը։ Հերթական անհետեցությունը արևմտյան Ադրբեջանի մյուս կողմը, հակառակ կողմը արևելյան Հայաստանն է։ Սովետական Հայաստանում երբեք 300,000 ադրբեջանցի չի ապրել, առավելագույնը ապրել է 150,000 ադրբեջանցի, խորհրդային Ադրբեջանում ապրել է առնվազն 400-450,000 հայեր։ Եվ միայն Նիկոլի նման մեկը կարող է զուգահեռ անցկացնել Արցախի բնակչության եւ Ալիևի ասած արևմտյան Ադրբեջանի կամ նրանց վերադարձի զուգահեռ կարող է անցկացնել։ Հերթական անհետեցությունը, հերթական ապուշությունը եւ բնական է, որ Ալիևը հերթական ռևերանսն է անում Ալիևի առաջ եւ բնական է, որ Ալիևը անընդհատ մեծացնելու է ճնշումը, անընդհատ նոր նախապայմաններ է առաջարկելու, իսկ սա հելու հնազանդ կամակատար փորձելու է կատարել, որովհետեւ ընդիրեք մարդու տեսակ կա, որը իշխանության մոլի է, մոլագար է իշխանության։ Իր համար որևէ սրբություն, որևէ բան գոյություն չունեն, միայն իշխանություն։ Իսկ արդեն քանի տարի է Հայաստանում մոլագարի իշխանությունը։ Եվ նա իշխանությունը պահելու համար կզիջի ազգային, պետական, հնարավոր բոլոր շահերը, բոլոր սրբությունները միայն թե կարողանա վերարտադրվել, ինչը ես կարծում եմ նրա հնարավորությունները արդեն չեն նվազագույնի։ Ինչպես եք տեսնում այդ նվազագույնի իջած հնարավորությունները։ Խոսեք մարդկանց հետ, հանդիպեք մարդկանց հետ, զրուցեք մարդկանց հետ, այն ինչ արել է այս մարդը այս արդեն 8-րդ տարվա ընթացքում, որևէ դրական բան, ոչ անհատ մարդկանց համար, բացի իր փոքր խմբակից, ոչ երկրի համար, ոչ պետության համար, միայն քանդել է, միայն ավիրել է եւ միայն փորձում է մարդկանց մոլորեցնել, խաբել, միլիոն երրորդ սուտ ասել։ Ակնհայտ է, որ այս անգամ նրա խոփը քարին է դեմ առնելու։ Այնուամենայնիվ իր ծրագրերը շարունակում է իրականացնել։ Իշխանությունը այդպիսի բան է, իշխանությունը եւ իշխանության այսպիսի բնույթը նման հնարավորություններ տալիս է։ Տեսեք, ես չգիտեմ, այսինքն հիմնական իրենց քպասվածի թիմի մեջ պարկեշտ մարդ դուք հանդիպել եք։ Պարկեշտ մարդ, որ ինքնուրույն լինի, սեփական խոսք ունենա, սեփական կարծիք ունենա, որևէ հարցում ամաչի ստելուց։ Տեսեք նրանք ինչ են անում հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ, բայց իշխանությունը, դատախազություն, ոստիկանություն, անվտանգություն ազգային, քննչական կոմիտեներ, դատավորներ բոլորին վերցրել են մեկ կալպակի տակ եւ հլովանազանց կատարում են այս իշխանության մոլագարի քմաճույքները, ցանկությունները։ Ասում են, որ եկեղեցին են մաքրում, վատ հոգեվորականներից, ակնարկում են, որ եկեղեցի ումով են մաքրում եկեղեցին։ Տեսեք, ես մեր դիմադիր պատգամավորները շատ հաճախ այցելում ենք մեկուսարան, հանդիպում ենք կալանավորված սրբազանների հետ, ուղղակի վայելք է իրենց իմացությունը, իրենց մարդկային տեսակը, պարկեշտությունը, հնազանդությունը, աստվածաբանության իմացությունը։ Հիմա տեսեք, ումով է փորձում եկեղեցին մաքրել։ Մի բան էլ էստեղ ասեմ, ես կուզեի, որ մեր քաղաքացիներն սա լսեն եւ ընդօրինակեն։ Քպականները Նիկոլը մեր վեհապար հայրապետին դիմում է Կտրիչ անունով, Աջապահյան սրբազանին դիմում են Միքայել Աջապահյանին դիմում են Գևորգ Աջապահյան անունով։ Ես հիմա ձեզ ասեմ, թե ես եւ դուք ինչպես պիտի դիմեք այն 10 եպիսկոպոսներին, arczepiskopոսներին, որոնք դուրս են եկել Մայրաթորի դեմ, կաթողիկոսի դեմ, դավաճանել են իրենց եղբայրներին, որոնք բանտում են նստած։ Խնդրեմ, ումով է փոխում եկեղեցին։ Սամո Կոչոյան, Սամվել Սամո Կոչոյան, Գևորգ Մկրտչյան, Գևորգ է Ավազանյանը, Սավայես Զորի թեմի առաջնորդն է, Էլիբեկ Քարամյան, Կոտայքի, գիտեք, ում հայրն է,
Էդո Միրզախանյան, Էդվարդ Էդո Միրզախանյան, գիտեք ով է, դեմքին նայեք, ամեն ինչ պարզ է։ Կամո Աբրահամյան, Արցախի թեմի, սրա վրա կանգնենք մի վայրկյան։ Կանգնենք։ Արցախի Վրթանես Սրբազան, որ Կամոյի անունը։ Որի քրոջ որդին զոհվել է պատերազմում։ Եվ որը հիմա փորձում է արդարացնել, թե մենք գնացել էինք Նիկոլի մոտ, որպեսզի փորձենք հաշտեցնել եկեղեցի պետություն։ Սուտ է ասում։ Սրբազան հալով սուտ է ասում, որովհետև դրա նույն օրը թե դրանից մեկ օր առաջ 8 հոգով նրանք հայտարարություն էին տարածել, որտեղ ամբողջը վեհապարի դեմ էր։ Վեհապարը խախտել է իր վարդապետական ուխտը, վեհապարը հովանավորում է սրբապղծին, սրբապղծություն անում վեհապարը։ Այս գնահատականները ասելուց հետո Կամո գնացել է իր, որ հաշտեցնես։ Միգուցե ճնշումների ներքո են ստորագրել, պարոն Վարդանյան։ Դա արդեն իրենց, գիտեք, մի արտահայտություն կա, սա էլ ասեմ, որ բնորոշ է բոլորին։ Լավ չգիտեմ ինչ է նշանակում։ Ապահարից ձորձ։ Սա Եսայի մարգարեի մոտ կա, Գրիգոր Նարեկացի մոտ կա, իրենք քանի օրոքեորականներ են, թող իրենք ճշտեն, դա ինչ է նշանակում եւ իրենց շատ բնորոշ է։ Նման նզնմանին գտան է։ Գանք հաջորդին Գեղամ Տիգրանյան, սա եկեղեցում ծառայող Արտակ եպիսկոպոսն է։ Անդո Անդրանիկ Ժամկոչյան, սա Անուշավանն է, Գրիգոր Լուսավորիչի։ Արման Սարոյան, Մասացոտնի Սրբազանը, թեմի որը առաջնորդը։ եթե չլիներ վեհապարի հոգատությունը սրա հանդեպ, հիմա գժանոցում կլիներ։ Գժանոցում։ Այո։ Դեռ Ամերիկայում ծառայելու ժամանակ արդեն հոգեբանական այնպիսի խնդիրներ է ունեցել, որ վեհապարը փրկել բերել է այստեղ, ուղարկել է բուժվելու, ուղարկել է նորից ծառայության։ Եվ սա դավաճանում է վեհապարին։ Դավաճանում է իր ամենը, Կամոյի մասին, Արցախի մասին դիասեի նաև վաղը միսօրը, երբ որ Միքայել Աջապահյանը դրսում կլինի, նա դեմքին կնայես, աչքերի մեջ կնայես, գետին էլ չես մտնում։ Վարամ Տերտերյան, սա Լոս Անջելեսի թեմի առաջնորդն է։ Հովնան Սրբազանը այդպես է ճանաչում։ Եվ Ռոբերտ Ռոբիկ Ադամյան Սիոնն է Արմավիրի, որ ամիսներ առաջ հավատարմության երթումներ էր տալիս վեհապարին, այսօր դավաճանում է ոչ միայն վեհապարին, որովհետև Սամո Կճոյանի երկրորդ, չգիտեմ ինչն է։ Սրանք են այս մարդիկ։ Հիմա այս մարդկանցով է այս մյուս իրենց նմանը փորձում մաքրել եկեղեցին։ Իհարկե երթական մանիպուլյացիան է։ Իհարկե իր խնդիրը հայ ազգային ավանդական արժեքները, հայկական ինքնությունը պաշտպանող առաքելական եկեղեցին թուլացնելն է, ոչ թե մաքրելը։ Նույն Սամվել Կարապետյանի պարագան հայ մարդ իր ուղնուցուցով, ողնաշարով հայ մարդ հարյուրամյակների գենետիկ կոդով, արյունով եկել եւ կանգնել է իր եկեղեցու կողքին, ասել է մեր ձևով կպաշտպանենք, կմասնակցենք։ Եկեղեցու պաշտպանություն։ 1 տարի, կես տարի արդեն 177 օր բանտում է։ Սա է սրանց եկեղեցին մաքրելու գործողությունները։ Հիշեք միշտ, եւ մեր քաղաքացիներն եմ կոչանում, եթե ձեզանից փորձեն օտարել ձեր տեսակը, ձեր ինքնությունը, ձեր արյունը, վաղը ձեր երեխաները դառնալու են, չգիտեմ, թափառելու են աշխարհով մեկ։ Այս աշխարհագրությունը, այս լեռնաշխարհը կերտել է հայ ժողովրդին այս տեսակով, այս գիտակցությունով։ Սրանք կապ չունեն մեր ազգային տեսակի հետ։ Սրանք պատահական հայտնված ուղակի իշխանության մոլագարներ են, որոնց նպատակը մեկն է։ Հնարավորինս երկարաձգել իշխանությունը, օգտվել իշխանության բարեկներից։ Կավարտվի այս ամենը, կբացահայտվեն այնպիսի փաստեր սրանց արածների վերաբերյալ, որ մյուսների արածը խաղուպար կթվա։ Պարոն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը Համբուրգում եւս մի հայտարարություն է արել, հայտարարել է, որ իրենք չգիտեն, թե եկեղեցու փողերը որտեղից են գալիս եւ ինչի վրա է եկեղեցին այդ գումարները ծախսում։ Ինչ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, եկեղեցին անջատ է պետությունից։ Հայաստանում սահմանադրությամբ կրոնի ազատությունը եւ բազմաթիվ այլ հոսանքներ, այդ թվում աղանդներ են գործում։ Նիկոլին հարցրեք,
իրեն զեկուցում են կյանքի խոսք, օրինակ, եկեղեցու ծախսերը, մուտքերը, ելքերը որտեղից են։ Եհովաների, Եհովայի վկաների կամ մյուս եկեղեցիների, այսպես աղանդների ծախսերը ֆինանսական միջոցներին ինքը տիրապետում է։ Ինչու այդ մասին չի խոսում, խոսում է հայ առաքելական եկեղեցու մասին, որը համանդրությամբ ունի առանձնակի կարգավիճակ։ Հերթական եկեղեցուն ոչ թե եկեղեցին մաքրելու, այլ եկեղեցին վարկաբեկելու, թուլացնելու բարբաջանք։ Պարոն Վարդանյան, նաև այսպիսի տեսակետ կա, ասում են, որ Նիկոլ Փաշինյանը աչք է դրել նաև եկեղեցու գույքի վրա, որը հսկայական, այո, կարողություն է, Գանձարանի վրա։ Չգիտեմ ինքը ինչի վրա է աչք դրել, կփոխվի իշխանությունը, կբացահայտվի թե ինչ են արել, բայց իր աչքը կարծում եմ, որ այդտեղ էլ կփակվի։ Եթե իրենց ծրագիրը եկեղեցու դեմ հաջողությամբ պսակվի, ապա դա լինելու է փաստացիորեն, այո, բոլորիս վերջը, որովհետև հայ ազգային Այլությամբ չի պսակվի։ Ինչու եք այդպես վստահ։ Վստահ եմ, որովհետև հավատում եմ մեր արժեքներին, հավատում եմ վեհապարի խոհեմությանը եւ վճռականությանը, նույնիսկ վեհապարի ընտանիքի անդամներն են կալանավորված քրոջ տղան, սրբազանը, եղբայրը, եղբոր տղան, գործընկերել մյուս եղբորի երզած սրբազանի հանդեպ абսուրդ անհեթեթ մի գործ, բայց միևնույն է, վստահ եմ, հավատում եմ, գիտեմ, որ սրբազանը չի զիջելու, չի նահանջելու, իսկ հայ առաքելական եկեղեցին մեն այս 10 տիրադավները իրենց ուխտին դավաճանածները չեն։ Իսկ եպիսկոպոսատ ժողովը, որ նախատեսվում էր դեկտեմբերի 10-ից 12-ին անցկացվել ու որը հետաձգվեց անորոշ ժամկետով, արդյոք իշխանությունների ջրաղացին ջուր չի Ես այսօր մի նյութ կարծացի, որ սարսափելի ճնշում են բանեցրել տարբեր եպիսկոպոսների վրա, այդ թվում դրսում աշխատող եպիսկոպոսների վրա։ Որում ԱԱԾ-ն հրապարակորաթերթ Դա եթե մի պետություն ղեկավար, մի պետություն ազգային անվտանգության ծառայությունը ծառայեցնում է հոգևոր իշխանության դեմ, սրանցից այլևս որևէ բան ակնկալելը անիմաստ է եւ իրենց մասին խոսելն է անիմաստ։ Սրանք ավարտված, վերջացած մարդիկ են։ Կրկնում եմ, սրանք ունեն մեկ գերնպատակ՝ երկարաձգել իրենց իշխանությունը, բայց մեր ժողովրդի համբերությունից վստահ եմ սահման ունի եւ բոլոր այն մարդիկ, որոնք խաբվել են, որոնք հավատացել են, նույնիսկ 21 թվականին ընտրել են, այսօր նրանց բացարձակ մեծամասնությունը վստահ եմ հասկանում է, որ սխալվել է, որ մեղք է գործել։ Եվ ես կառաջարկեի, կհորդորեի այդ թեկուզ փոքր խաբվելը մարդու համար է, մեղքից ազատվելու համար անպայման առաջիկայում մասնակցել ընտրություններին եւ հնարավորինս մեծ թվով, հատկապես երիտասարդությունը, որոնք եթե ուզում են իրենց երկրում ապրել, պիտի մասնակցեն ընտրություններին եւ իրենց այս խարանը հանեն Հայաստանի վրայից։ Պարոն Վարդանյան, այս իշխանությունների մոտ իմ դիտարկումներով, նաև որոշ փորձագետների դիտարկումներով շատ հաջող ստացվել է ձեր նշած մարդկանց, ովքեր շատ դժգոհ են ժամանակին գնացել են Նիկոլ Փաշինյանի հետևից, բայց հիմա դեմ են այս քաղաքականությանը, այնուամենայնիվ իրենք իրենց դժգոհությունը չեն արտահայտում ընտրություններին մասնակցելով։ Պարզապես բոյկոտում են ընտրությունները կամ էլ մի մասն էլ արտագաղթում է։ Այ ինչպես աշխատել այս մարդկանց հետ։ Մարդը իր բնույթով մի կողմից եւ հարմարվող է եւ մյուս կողմից էլ երբ որ տեսնում է, ենթադրում է, կարծում է, որ իր անձնական մասնակցությունը բան չի փոխելու, փորձում է մի կողքի քաշվել, փորձում է չխառնվել, իսկ այն վախի մթնոլորտը, որ փորձում են ստեղծել ցանկացած մեկին քնչականներով, դատախազություններով քաշտելով, մարդիկ իհարկե խուսափում են։ Բայց ես վստահ եմ, որ սա խորքում ավելի է մեծացնում հակազդեցությունը, երբ որ կա ճնշում, կա նույն կարգի հակազդեցություն։ Սպանակի նման, այո, ինչպես այնքան։ Եվ արդեն այդ մարդկանց մեջ այս սրանց հանդեպ արդեն ոչ թե նախկին սերը, նախկին ոգևորություն, այլ արդեն ատելություն է նման վարքագիծ ունեցողի նկատմամբ եւ մի բան պիտի անեն ընդամենը գնան ընտրության, որևէ մեկը չգիտի ու մեզ քվեարկելու, ինչ ես քվեարկելու եւ իրենց կարծիքը, իրենց մեկ հոգին էլ ամեն մեկը իր մասով պիտի սա գիտակցի եւ փորձի այս խայտարակ վիճակից Հայաստանը դուրս բերել իր չափով։ Եթե մենք դա չենք անում, որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք։ Իսկ այդ հարցում ընդդիմությունը աշխատելու շատ տեղ ունի։ Իհարկե շատ տեղ ունի։ Իհարկե շատ տեղ ունի, ես վստահ եմ, որ ընդդիմությունը պատրաստվում է, աշխատում է եւ
հույս ունեմ, որ 3-4 խոշոր բլոկներով ընդդիմությունը կգնա ընտրությունների, ոչ թե միմյանց հարվածելու, միմյանց քննադատելու, այլ մեկ նպատակ ունենալով իշխանությունը հեռացնել իշխանությունից սրանց եւ կարծում եմ այդ հաջողության շանսերը չափազանց մեծ են։ Ուղղակի պետք է այս առաջիկա 6 ամիսներին իսկապես աշխատել, մարդկանց հետ շփվել, մարդկանց հետ տարածաշրջաններ, գյուղեր շփվել, աշխատել եւ գտնել այն մարդկանց, որոնք ինքնուրույնություն ունեն, որոնք նպատակ ունեն, որոնց այս երկիրը, այս տարածքը, այս հողն ու ջուրը իրենց մանկությունից եկող թանկ է եւ որոնք ուզում են այս երկրում ապրել։ Այս երկրում կարող են ապրել հայ մարդիկ միայն այս իշխանությունը հեռացնելուց հետո, որովհետեւ մենք հնարավորություն ունենք վերականգնել մեր երկրի արժանապատվությունը, հայ մարդու արժանապատվությունը եւ իսկապես տարածաշրջանում դերակատար լինենք։ Այլապես այսօր սրանց պատճառով Ադրբեջանը Ալիևն է փորձում տարածաշրջանը ամբողջովին իր ձեռքը հավաքել։ Պարոն Վարդանյան, ձեզ իշխող խմբակցությունը ուժը մեղադրում է, որ այսպիսի կոչերով կամ հայտարարություններով խաթարում եք խաղաղության օրակարգը։ Վերջապես իրենց հաջողվել է գլուխները պատին են տալիս, մեղադրում են։ Իրենք մեղքի տակ ճկռած են, իրենց ամբողջ գործունեությունը մեղք է, ավեր է, կոտորած է, տնավերություն է, ուրիշներին են մեղադրում։ Ինչ խաղաղություն։ Սրանք կարող են խաղաղություն բերել, եթե դու ամեն օր սահմանում երկար ժամանակ էլ չէին կրակում։ 2004 թվականից մինչև 16 թվականը հազվադեպ էին կրակում։ Բայց մենք ունեինք, գիտեք, պատմությունը կրկնվում է, պատմությունը շարունակվում է։ Մենք ունեինք 12000 քառակուսի կիլոմետր Արցախ, որովհետև պատմության արդյունք աշխարհագրությունն է։ Այսօր Ադրբեջանն ունի այդ 12000 կիլոմետր եւ 200 քառակուսի կիլոմետր Հայաստանի, այսպես ասած, սրանց սուվերեն տարածքից ինքնիշխան ինչպես իրենք եւ էլի պատմությունը աշխարհագրություն է բերել։ Բայց պատմությունը շարունակվում է, ես վստահ եմ, որ այս ամոթալի էջը մենք կարողանալու ենք փակել։ Կրկնում եմ, ընդդիմությունը աշխատելու շատ տեղ ունի։ Ես արհամարում եմ այդ ոչնչությունների ասածները, մեղադրանքները, այնտեղ պարկեշտ մարդ չկա, որ այդ կարողանաս բան խոսել, բայց ընդդիմությունը անելիք ունի, այո։ Այդ ձեր նշած մարդկանց խումբը այսօր վճռում է մեր ազգի, մեր պետականության ճակատագիրը, որոշումներ է կայացնում։ Իրենք փորձում են վճռել իրենց իշխանության մնալու խնդիրը։ Իրենք մեր ազգի ճակատագիրը չեն կարող որոշել, նրանց հայտարարածները, իրենց հայտարարածներն են մեր պետության, մեր ժողովրդի կարծիքը, տեսակետը չեն, այսօր էլ մեր եկեղեցու հանդեպ հասարակության վստահությունը բազմակի անգամ բարձր է, քան թե իրենց փոքր խմբակի։ Եվ քանի որ այսօր մենք ունենք իսկապես ընդդիմադիր ռեալ բևեռներ, եթե իրենք ճիշտ համագործակցեն, ճիշտ աշխատեն, մի քանի խոշոր բլոկներով գնան ընտրությունների, ես վստահ եմ, որ սրանց վերջը մոտ է։ Պարոն Վարդանյան, առաջարկում եմ այդ մասին ավելի մանրամասն խոսել։ Նշում եք 3-4 ընդդիմադիր բլոկների մասին։ Առաջին 2 խոշոր ընդդիմադիր բլոկները հասկանալի է, դա Հայաստան խմբակցությունն է, Դաշինքն է եւ մեր ձևով Սամվել Կարապետյանի աջակիցների շարժումը, որոնք կարող են լինել 3 եւ 4 բլոկներում։ Ում եք տեսնում։ Կա հանրապետական կուսակցությունը, ինչ կորոշեն, ինչպես կմասնակցեն ընտրություններին, ես հիմա կդժվարանամ ասել կմոտենա, ենթադրում եմ, կարծում եմ, վստահ եմ, որ մասնակցելու են։ Ինչ ֆորմատով, միայնակ թե մի քանի ուժերի համախմբումով լավ կլինի։ Բարգավաճ Հայաստան, Գագիկ Ծառուկյան, առաջարկ Հայաստանին իմ անունով, կարծում եմ, որ աշխատում են, որոշակի ազդեցություն, հեղինակություն ունեն, ի վերջո պատմություն անցյալ ունեն, սա եղավ արդեն 4-րդ ուժը։ Չեմ բացառում, որ որոշ խմբեր ավելի փոքր ուժեր, նորահայտ ուժեր կփորձեն, կգիտակցեն, որ առանցին գնալը որևէ բան չի տալու, միայն օգնելու է իշխանություններին, նրան ձայները փոշիանալու են եւ գումարվեն մեծ մասով իշխանության ձայնին, կփորձեն համախմբվել եւ ինչ-որ մի նոր բլոկ ստեղծել, այնպես որ տարբերակներ կան եւ ժամանակ կա։ Կան նաեւ նորահայտ ուժեր, օրինակ Արման Թաթոյանը իր բանաձևն առաջ քաշել։ Այս վերջի 5-րդ բլոկը, որ ասում են, նկատի ունեի հենց Թաթոյանին, որ եթե կարողանա համախմբել, տեսնենք,
Բայց ինքը հայտարարում է, որ ցանկալի է, որպեսզի ընտրություններին երկու նախագահները չմասնակցեն, որպեսզի շատ բան է հայտարարում։ Դա ամենաանհեթեթ առաջարկությունն է։ Բոլորը դուրս եկեք, ես գամ եւ արդեն հայտարարում եմ, որ ես դառնամ վարչապետ հաջորդ շաբաթ սա եմ անելու, նա եմ անելու։ Լուրջ չի էլի, գիտեք, խորհուրդ կտամ, երիտասարդ է, խորհուրդ կտամ փորձի համախմբել մի քանի ուժերի լավ մասնագիտական թիմ ձևավորի եւ փորձի այդպես մտնել ընտրապայքարի մեջ առանց աչուձախ ուրիշների վրա բանանելու։ Ընտրությունների գնալ ոչ թե ուրիշներին նվազեցնելով, ուրիշներին վարկաբեկելով, այլ քո կշիռը բարձրացնելով, քո համոզմունքները, ծրագրերը մարդկանց ներկայացնելով։ Սա է լուծումը։ Թե չէ, տեսեք, նաեւ սոցհարցումներ են կատարում անհեթեթ անկապ, այսօր մի բան տեսա, պարզում է Վահագն Խաչատուրյան ասված մարդը նրա գործունեությանը ավելի շատ մարդ է հավանություն տալիս, քան թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Անհետեթություն Վահագն Խաչատուրյան։ Երևի շատերը տեղյակել չեն, որ նա Հայաստանի Հանրապետության նախագահն է։ Ավելի ամոթալի կերպար մեր վերջին տարիների քաղաքականության մեջ դժվար է պատկերացնել։ Այսինքն ոչ բոլոր սոցհարցումների արդյունքներին պետք է հավատալ։ Իհարկե։ Պարոն Վարդանյան, ԿՊ-ն աժոտաժի մեջ է, ցուցակ են կազմում, ցուցակի մեջ ներառում են նոր դեմքեր, հեռացնում են ԿՊ-ի այսպես առաջատար դեմքերին։ Ինչով է զբաղված հիմա ընդդիմությունը։ Ընդդիմությունը զբաղված է եւ կազմակերպական, եւ քարոզչական, եւ քաղաքական աշխատանքներով։ Փառք Աստծո, մեր խմբակցությունը ազգային ժողովում հնարավորինս առավելագույնը փորձում է հասարակությանը տեղեկացնել ինչ է կատարում, բացատրել սրանց ավերները եւ առաջարկներ է անում։ Ընդդիմությունը բնականաբար աշխատում է հասարակության հետ, ժողովրդի հետ, բոլոր հնարավոր մեթոդներով, շատ ակտիվ եւ շատ արդյունավետ է աշխատում։ Չէ։ Այս պահին գոնե չէ, բայց տակտիկա կա, ծրագրեր կան, ժամանակացույց կա եւ ես կարծում եմ, որ արդեն թեև տարիների պայմանում բաժանումը շատ պայմանական է, դեկտեմբերի 31-ից հետո անմիջապես գալիս է հունվարի 1-ը, բայց ես կարծում եմ արդեն տարեսկզբից այդ աշխատանքները շատ ավելի համակարգված եւ շատ ավելի արդյունավետ կլինեն, ուղղակի այլ տարբերակ չկա, ով որ կփորձի թաքնվել, կփորձի ընդդիմության մեջ խաղեր տալ, նրանք հաջողություն չեն ունենալու վստահ եմ, բայց որ հունվարից պետք է շատ ավելի լուրջ գիշեր-ցերեկ անել եւ աշխատել, դրանում համոզված եմ։ Իսկ ընդդիմության մեջ թաքնվել փորձող խաղեր տվողները արդեն ուրվագծվում են։ Միշտ կլինեն, դա էլ չես կարող բացառել։ Գիտեք, մարդիկ են խմբեր են, ամեն մեկը իր շահը ունի, ամեն մեկը իր շահը եւ բարձր է դասում, բայց դրանք դատապարտված են ձախողման։ Վստահ եմ, որ հիմնական ուժերը, որոնք ես թվարկեցի, եթե իսկապես տղամարդավարի մտնեն պայքարի մեջ եւ իրենցից կախել ամեն ինչ անեն, մենք հաջողություն կունենանք։ Անդրադառնանք Եվրամիությունից այս իշխանությանը տրվող գումարներին, մասնավորապես Ռուսաստանից հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար տրված գումարին։ Սա այն Եվրոպան է, որին Նիկոլա ժամանակին Եվրոյոնջա էր ասում, հա։ Ժամանակները փոխվել են, բան։ Պարզ է, որ նրանց համար մի խնդիր նրանք ունեն։ Փորձել Ռուսաստանի դեմ նոր ճակատներ ձևավորել, փորձել ամեն կերպ թույլատնել Ռուսաստանը եւ եվրոպացիների համար այս իշխանությունը նվերը հենց այդ առումով։ Փորձելու են խաղարկել, փորձելու են հերթական ստերը տարածել իբր հիբրիդային պատերազմի մասին, եւ որ հիբրիդային պատերազմի իրենք են մասնակցում ամբողջ ուժով Ռուսաստանի դեմ եւ փորձում են սատելիտներ գտնել Ռուսաստանի դեմ։ Տեսեք, այլ բանակ ընկալել Եվրոպայից լուրջ չէ։ Իրենք բոլոր իրենց արժեքները, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլը ոտնահարել են, այնիշ կատարում է Հայաստանում այդ առումով Ադրբեջանին հավասար բռնապետություն է դարձել Հայաստանը, Մոլագարի իշխանություն, բայց նրանք աչքերը փակել կույր ականջները եւ ի՞նչն են փակում, աչքերը, ականջները եւ չգիտեմ, բերանը փակել եւ հետեւում են եւ գովում են սրան։ Բայց Փառք Աստծո, Եվրոպան այսօր շատ քիչ դերակատարություն ունի աշխարհում այսօր աշխարհակահաղական այնպիսի փոխումներ են կատարվել, որ չեմ կարծում նրանց դերակատարությունը շատ մեծ կարող է լինել։ Այնուամենայնիվ բարդ չի լինելու 2026-ի ընտրությունները հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ունի օրինակ արտաքին աջակցություն։ Արդեն իսկ բարդ է այն առումով,
որ սրանք ուղնուցուցով ամբողջ ոտքի ծայրերից մինչև մազերի ծայրը կարճած են իշխանության ատամներով փորձելու են պահել, բայց ի վերջո որոշում է ժողովուրդը, իսկ որ հայ ժողովուրդը ունի արժանապատվություն, ունի պատվի զգացում, ունի այս նվաստացած վիճակից դուրս գալու կամք եւ կարողություն, ես դրանում համոզված եմ։ Պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Հաջողություն։